Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ողջույն, պարոն Մեհրաբյան։ Ողջույն պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Ես եմ շնորհակալ։ Մայրաթոռը հայտարարություն տարածեց եւ խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից իրավապահ մարմինների ուժային միջամտություններով եկեղեցական կարգ ու կանոնների, Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգեվոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով չակերտավոր պատարագի արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում, ասում է, դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից Մայրաթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին վերադառնալ եւ գործել բացառապես եկեղեցական կանոնակարգի տրամաբանության մեջ եւ հոգեվոր, այսպես ասենք, ճանապարհով։ Նախ Մայրաթոռը կարծես սպառնում է այն եպիսկոպոսներին եւ հոգեվորականներին, ովքեր կիսում են եկեղեցու նորոգման օրակարգը իդեմս Կտրիչ Ներսիսյանի հեռացման։ Եվ եթե դիտարկում ենք, որ ասում է դեռևս զերծ ենք մնում կոշտ ինչ-որ միջոցներից, ապա ինչ կարող է անել այս դեպքում Մայրաթոռը, հա, ինչ միջոցներ կարող է կիրառել, եթե օրինակ կարգալույծից բացի էլ ինչ պիտի անի, հետաքրքիր է։ Արձանագրենք հետևելը, որ նշանակված եպիսկոպոսատ ժողովը չեղարկվեց։ Դա այն ձևաչափն էր, որը թույլ կտար փակ ռեժիմով, այսպես եղբայրաբար քննարկել բոլոր հարցերը, այդ թվում նաև այդ հարցերը, որոնք Մայրաթոռի, իսկ ավելի ճիշտ հենց Գարեգին II-ի տեսակետից այսպես վավեր հարցեր են եւ կարելի է եւ պետք էր քննարկել եւ փորձել ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ։ Մինչդեռ այդ ձևաչափով այդ փակ հավաքը, այդ հնարավորությունը չեղարկեց Մայրաթոռը եւ փոխարենը հրապարակայնորեն սպառնալիքներ հնչեցնելով կամ եթե կուզեք հաթաթա տալով, ուղղակի առճակատման դուռ է բացում արդեն եկեղեցու ներսում։ Եթե այս ամենը դիտարկենք այսպես մի ընդհանուր տրամաբանության մեջ, ապա Մայրաթոռն անում է ուղիղ այն, ինչի դատապարտմամբ իր տեքստում ինքը հանդես է գալիս։ Պառակտում է, այո։ Մնացած բոլոր իրենց այդ շարադրանքը իրենց այսպես այդ դատապարտելիքը հա հենց անում են իրենք։ Սա ուղղակի աբսուրդ է եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ կաթողիկոս Գարեգին II-ը այլևս ի վիճակի չէ գլխավորել եկեղեցին, վարել եկեղեցու գործերը, որոշումներ ընդունել եկեղեցու ներսում եւ եկեղեցու անունից։ Եվ այո, ժամանակն է, որ Գարեգին II-ը պատվով գնա հանգստի։ Կա այդ զգացողությունը, որ ժամանակն է իր մոտ, ցավոք ոչ, չկա, եւ հանգամանքները պետք է նրան ստիպեն գալ միակ ճիշտ որոշման, եւ ըստ էության այո պայքար է գնում երկու բանի միջև։ Եկեղեցում փոփոխություններ պետք են, թե եկեղեցում փոփոխություններ պետք չեն։ Եկեղեցուց դուրս բոլոր նախապատվությունները այդ կաթողիկոսասիրությունը, թե կաթողիկոսի նկատմամբ բացասական վերաբերմունքը, այդ ամենը եւս պայմանավորված է
այդ մի բանով փոփոխություններ պետք է լինեն եկեղեցում, թե փոփոխություններ չպետք է լինեն եկեղեցում։ Բայց հարցը միայն եկեղեցական չէ։ Մենք տեսնում ենք, որ նախապատվությունները շատ հստակորեն բաժանվում են նաև որոշակի քաղաքական պատկերացումներ եւ շահեր կրող խմբերի մոտ, շերտերի մոտ, սեգմենտների մոտ եւ հստակ է, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանի ժողովրդավարությունը համարում են որպես այլընտրանք չունեցող, համարում են ոչ միայն որպես այլընտրանք չունեցող, այլ պարտադիր մեր պատմության հետագա ընթացքի համար, նրանց համար բացարձակապես ակնհայտ է, որ եկեղեցին այս վիճակում չի համապատասխանում, adekvat չէ այդ հասարակական հրամայական։ Ավելին, եկեղեցու վերնախավը ուղղակի անախրոնիզմի է վերածվել եւ վերածվել է լրջագույն խոչընդոտի իր էությամբ նաև կրողը դառնալով այն բոլոր շահերի, որոնք հետապնդում են մեր հակառակորդները եւ թշնամիները։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանը պետք է պետություն չլինի դե ֆակտո, իսկ պետություն էլ եթե կա, ապա Բելարուսը մեզ շատը քիչ չի, բոլորը միանգամից դարձել են կաթողիկոսասեր, չգիտեմ, այսպես կանոնիկ պրոցեդուրաների մոլեռանդ ջատագովներ եւ այլն։ Եվ դրանք բոլորը այո հորդորում են իրենց վերջին կռվանին Կարագին երկրորդին թեկուզ հենց իր հեղինակության հաշվին, բայց ոչ մի դեպքում չզիջել, որովհետև նրա զիջելը նրանց բոլորի պարտությունն է։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ։ Դե ի վերջո պատվով թե անպատիվ հեռանալ, դա ի վերջո լինելու է Գարեգինի որոշումը, բայց ինչու հեռանալ անպատիվ, ինչու օր-օրի ավելի հեղինակազրկվել։ Գյումրիում տեղի ունեցած պատարագի ընթացքում թեմի ներկայացուցիչներից մեկը ինչպիսի բառապաշարով էր շփվում, ինչպես էր մարդկանց աջ ու ձախ նզովում, ինչպես էր նշում, որ իրեն հարցեր չպետք է տան կաթողիկոսի երեխա ունենալու մասին, այդ հարցի տալու իրավունք չունեն, ինչպիսի համեմատություններ էր անցկացնում, հա ես ուղղակի նայում ես եւ ապշում ես, այս մարդիկ ինչ հոգեվորական, ով են սրանք։ Տեսեք, այդ հարցի բարոյական կողմն է իհարկե եւ դրսևորումն է պրոբլեմի, դրսևորումներից մեկն է եւ դրա, այսպես ասենք, ամենայն աշկ ծակող կողմերից մեկն է, ընդհանրապես դա մարմնավորումն է այն վիճակի, որի մեջ քառորդ դար այս անպատիվ կառավարումից հետո հայտնվել է հայ առաքելական 1700-ամյա եւ ավելին եկեղեցին։ Իհարկե ասում եք պատվով թե անպատիվ։ Ուղղակի մեր ակնածանքը եկեղեցու նկատմամբ խորը հարգանքը եւ գիտակցումը եկեղեցու դերի եւ նշանակության ոչ միայն մեր անցյալի, այլև ապագայի համար մեզ ուղղակի թելադրում է մի կարևոր բան, այն արձանագրումը, որ բոլոր դեպքերում կաթողիկոսի պատիվը եկեղեցու պատիվն է եւ մենք հենց դրա համար ենք մտահոգ եւ հենց ելք առաջարկում, որ այլևս նա ի վիճակի չէ այդ պատիվը պահելու, չէ՞։ Եվ մեր բոլորի պատիվն է։ Եվ այո, գերադասելի է, որ նա գնա պատվով։ Այ դրա համար է գերադասելի, որ նա գնա պատվով եւ սա սկզբունքային հարց։
Բայց նորից էլի ոնց որ ես ուղղակի կրկնում եմ, արդյոք նա գիտակցում է դրա անհրաժեշտությունը։ Ես որևէ նախադրյալներ չեմ տեսնում, որ դա այդպես է։ Ռոբերտ Քոչարյանը հերթական հանդիպումներ անցկացրել իր աջակիցների հետ եւ խոսել էր տարբեր թեմաներից, այդ թվում նշել, որ մեր ազգային ինքնության դեմ պայքար է տեղի ունենում եւ որպես օրինակ մատնանշել էր իր բառերով ասած եկեղեցու դեմ պայքարը, հա։ Օրինակ շատ հետաքրքիր է, թե այս ամեն ինչ կապ ունի մեր ազգային ինքնության հետ, ասենք կտրիճի ուխտազանց լինելը, արշակի էրոտիկ տեսանյութերը, Աջապահյանի հեղաշրջման մղումը, Գալստանյանի ահաբեկչության նախապատրաստումը, սրանք ինչ կապ ունեն մեր ինքնության հետ։ Այսինքն, ըստ Քոչարյանի մենք վերջում կարող է մեր ինքնությունը դուրս գա ինչ-որ բաներ ենք, ջիհադիստներ ենք։ Սել որ երրորդ անգամ պարոն Քոչարյանը խոսում է բաներից, որից ոնց որ թե ինքն էլ չի հասկանում, գոնե Վիկիպեդիայի մակարդակի գիտելիքներ չունի։ Խնդիր չի, վերջո բոլորս էլ ինչ որ բան գիտենք եւ ինչ որ բան չգիտենք, հա, բայց այն որ չգիտենք, ասում ենք չգիտենք։ Եվ այդտեղ ամոթ բան չկա։ Բայց երբ որ չգիտես ու քեզ թվում է թե գիտես, դա արդեն իսկ լուրջ խնդրեմ է, էլի, անձնական խնդրեմ է, բայց այդ անձնական խնդրեմը դառնում է հասանելի հանրությանը, երբ դու ուղղակի քեզ հաշիվ չես տալիս, թե ինչ ես խոսում։ Եվ արդյունքում ստացվում է մի ծիծաղելի իրավիճակ, որն էլ դուք նկարագրեցիք եւ նաեւ ձեր տարակուսանքը հայտնեցիք։ Ես էլ դրանից ավել բան չունեմ ասելու, այն ինչ որ դուք արդեն ձեր հարցադրման մեջ նշեցիք, որովհետեւ դե եթե պետք է ասեմ, ուրեմն պետք է չասեմ, հա։ Արդեն սա էս մակարդակի բանն է, էլ ինչ ասեմ այդքանից հետո։ Մարդ փաստորեն մի 70 տարի ապրելուց հետո եւ ավելի, պես էլ ոնց որ թե չի ընկալել աշխարհում միշտ ինչից հետո է գալիս։ Քոչարյանը նաև խոսում էր օրինակ էլի օգոստոսի 8-ի մասին, օգոստոսի 8-ը Քոչարյանին ուղղակի հանգիստ չի տալիս։ Եվ ասում էր, էլի դե փնովում էր, ու նաև ասում էր, որ շատ վատ է այն իմաստով, որ չկան որևէ միջնորդներ, Հայաստանը գնացել է Ադրբեջան այդ երկկողմ եսիմ ինչ է անում, իսկ եթե միջնորդներ լինեին, ամեն շատ ավելի այլ կլիներ։ Ես ուզում եմ հասկանամ, բա Միացյալ Նահանգները այդ process-ում օգոստոսի 8-ի այդ համաձայնություններում, ինչ մեղի գլուխ է։ Պարոն Քոչարյանը չեմ կարծում, որ ինքը թյուրիմացության մեջ է եւ այդքան բանը չի հասկանում։ Բայց ես հիմքեր եմ տեսնում պնդելու, որ Ռոբերտ Քոչարյանը միտումնավոր ու այն էլ անհաջող ձևով փորձում է թյուրիմացության մեջ գցել հանրությանը, բայց դա հանրությունն էլ արդեն շատ վաղուց էլ ընկալունակ չի իր այս հնարքներին, հա, միտումնավոր հնարքներին, եւ այդ մանիպուլյացիայի դաշտ չի մտնում, որը նա պատրաստում է հանրության համար։ Ես սա կարծում եմ սրանք անհասցե այլևս, անհասցե պնդումներ են, ելույթներ, ճառեր, հա, եւ ունեն զերո ազդեցություն ընթացող անշրջելի process-ների վրա։ Հետևաբար ստեղ էլ դրանից են կողմ ինչ ասեմ։ Տեսեք, Քոչյանը պնդում էր, որ որևէ մեկը այդ եւ այս իշխանությունը որևէ շանս չունի 2026-ին, եւ խոսում էր ու իրեն այնպես դիրքավորում, կարծես ինքն է լինելու ընտրական ցիկլի լիդերը եւ ինքն էլ պիտի հաղթի։ Ես ուզում եմ այստեղ հիշեցնել նաեւ օրերս ռուսական կողմի այսպես ցնցումային արձագանքները Հայաստան Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ։
որից մենք նաև կարող ենք գուցե հետևություն անել, որ Ռուսաստանը այո շատ մեծ աջակցություն է ցուցաբերելու գոնե այնպիսի ուժերին, որոնք Հայաստանում կկարողանան ի վերջո իրականացնել իշխանափոխություն, հա։ Քոչյանի վստահությունը գալիս է նաև, այսպես ասենք, ռուսական կողմի հնարավոր աջակցության մասշտաբներից։ Դե գիտեք ինչ, ասել արդեն վերլուծական ունակությունների հարց է, հա։ Ուշադիր հետևող մարդը չի կարող որոշակի հետևություններ չանել, թե ինչ վիճակում է Ռուսաստանը եւ ըստ այդմ ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել։ Ամենայն դեպս դա չի վերաբերվում պարոն Քոչարյանին ըստ այդմ։ Կամ էլ վերաբերվում է, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նա պետք է բարձրաձայնի այն, ինչ բարձրաձայնում է։ Կամ էլ Մարիա Զախարովայի մռմուռը տպավորել է պարոն Քոչարյանին եւ նա, ասենք, իր այս հայտարարությամբ, այսպես ասենք, որպես դարման է, հա, առաջարկում այդ մռմուռի համար եւ տես բաներ է ասում։ Դե հույսով որ Ռուսաստանի դեսպանությունում դա կթարգմանեն ռուսերեն եւ կզեկուցեն Մարիա Զախարովային, նրա մռմուռն էլ դրանով կթեթևացնեն, նրանք էլ կմտածեն, որ հա ինչ որ Հայաստանում իրենց լսող եղավ։ Մինչդեռ այդ ամենը արդեն գրոտեսկային ձևեր է ստանում, օպերետային, այսպես, դնել շատ մեծ չափաբաժին կրկնաբանությամբ, որ եթե առաջ ծիծաղել էր, հիմա արդեն ծիծաղելի չի դառնում, էլի։ Դա իսկ Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստանում այդ գանգրենան շարունակվում է, գանգրենան ուտում է Ռուսաստանի մարմինը, բայց դեռ գլխին չի հասել, բերանին չի հասել։ Դրա համար մենք տեսնում ենք, որ գլխի պարունակության վրա դա չի ազդել, իսկ բերանն էլ շարունակում է բաց ու խուլ լինել, մեկ-մեկ էլ գլխից լայն բացվել, ինչ-որ զազրելի բաներ խոսել, դա հիմա դա էլ այն եթերային աղմուկն է, որը մեզ ուղեկցում է եւ դեռ որոշ ժամանակ էլ կուղեկցի։ Պարոն Մերաբյան, Ադրբեջանի արտգործնախարարն ասում է, որ երեք գումարած երեք հաջորդ հանդիպումը անցկացնեն Բաքվում, ասում է 2024-ին առաջարկել են, հայկական կողմը մերժել է, բայց հիմա բոլորովին այլ իրավիճակ է եւ հուսով եմ, որ Երևանը այս առաջարկը չի մերժի, հա։ Այս երեք գումարած երեքը ես մտածում եմ, որ արդեն ինչ որ պատմության գիրքն է անցել, բայց փորձ է արվում վերակենդանացնել, հա, այս ոչինչ չտված երևի ոչ մի բանի մասին ինչ որ հարթակը ինչ է սա իրենց ներկայացնում իորչո ինչ է այս հարթակի նշանակությունը ինչ կա Հայաստանի համար այս հարթակում ինչ կա այստեղից քաղելու սովորելու միասին անելու Քանի ուշագրավ բաներ մինչև այդ ձեր վերջին այսպես ասենք բովանդակային մասին անդրադառնալը դա ասվեց մի պայմաններում երբ Բաքվում էր Աբբաս Արաղչին եւ հանդիպում ունեցավ Բայրամովի հետ։ Այսինքն այդ առիթը ստեղծվեց Արաղչիի այցով։ Հիմա հարց ընդունենք դա Արաղչիի եւ իր գերատեսչության մտահղացումն է վերակենդանացնել այդ ֆորմատը, հա? Որը կարելի է բացատրել Իրանի ցանկությամբ մասնակից լինել այն փոփոխություններին, որը տեղի ունենում մեր տարածաշրջանում, լինել երկխոսության մասնակից, դա շատ լեգիտիմ նպատակ է, բայց լեգիտիմ է նրանով, որ խոսքը գնում է Իրանի 3 հարևանների մասին, հա? Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, հա, արևելքից գանք արևմուտք։ Բայց այդ 3 մայրաքաղաքների տեղն էլ Արաղչին գիտի։ Եվ երկխոսելու համար այդ 3+3-ի կարիքը չկա։
որում այնպես չի եղել, որ Արարչին ուզենա գա Բաքու, ասեն չեմ մի արի։ Նույնը Երևան, նույնը Անկարա։ Եվ վերջո Իրանը հարևան է, իսկ մեզ համար լավ հարևան է։ Եվ Երևանը միշտ բաց է եղել եւ եւ լինելու է բոլոր տիպի, բոլոր թեմաներով քննարկումների համար Իրանի հետ եւ պատասխանելու բոլոր այն հարցերին, որոնք Իրանի մոտ կծագեն։ Գալով 3+3-ին, դա ինչ է։ Դա այս 4 երկիրն է, գումարած Վրաստան, գումարած Ռուսաստան։ Վրաստանը չի գալիս եւ չի գալու։ Մնում է Ռուսաստանը։ Հիմա հարց է առաջանում, Իրանն ինչու է իր հարցերը լուծելու համար այստեղ քաշ տալիս Ռուսաստան։ Դա հարցա չէ։ Ճիշտ ասած, թվենք տարբերակները։ Տարբերակ 1, որը ես բացառում եմ, հա, տեսականորեն, որ Իրանում լավ չեմ պատկերացնում, թե ինչը ինչից հետո է եւ ուղղակի հաշվարկներում կոպիտ սխալ են գործում։ Ես դա բացառում։ Երկրորդ տարբերակը, որ Իրանին թվում է, թե իր ձայնն ավելի լսելի կլինի, եթե այստեղ ներկա է Ռուսաստան։ Դա էլ է քիչ հավանական Իրանի համար, դե որովհետև էլի ինչպես առաջին տարբերակում, այնպես չի, որ իրանք տարածաշրջանը չեն ճանաչում։ Իրանն ունի շատ խորը ինստիտուցիոնալ հիշողություն։ Եվ կա երրորդ տարբերակ, Իրանում ամեն ինչը շատ լավ հասկանում է, ուղղակի փորձում են որոշակի պրեսինգ ապահովել, հա, եւ Ռուսաստանի հետ մուրճ եւ զնդանի կոմբինացիա տարածաշրջանում կազմակերպել, նաեւ դրան մասնակից դարձնել Թուրքիային, Ադրբեջանին էլ երաշխավորել այս տարածաշրջանում առաջնորդություն։ Արանքում ըստ այդ հաշվարկների պետք է արևմուտքը դուրս մնա տարածաշրջանից եւ դե որ Հայաստանն ու Վրաստանն էլ ասենք կմնան այդ ամեն ինչի արանքում ու կտուժվեն կամ կճմրթվեն կգնան, դա իրանց բացարձակ չի հետաքրքիր։ Իրենք ուղղակի ինձ կրկին փորձում են համարելով, որ իրանց շահերից է բխում այստեղից արևմուտքին վռնդել։ Եվ դա փորձում են անել Ռուսաստանի հետ։ Կներեք, ես ուրիշ եզրակացություն չեմ կարող։ Ընդ որում, այո, ռուսներն են դրդում Իրանին, շահագործելով Իրանի վախերը, հակաարևմտյան վախերը Իրանին դարձնում են իրենց սուրհանդակը տարածաշրջանում, որովհետև երեսի տեղ չունի։ Մյուս կողմից Իրանը շատ լավ իմունալով Հայաստանում տրամադրությունները, մանավանդ երբ այս պրոյեկտները առաջին հերթին գետնի վրա վերաբերվում են Հայաստանին, այստեղ էլ երևի գա նման առաջարկով կասեն լավ էլի, էլ ուրիշ ինչ հարց կա էլի, հա, մոտավորապես էս ձեր։ Դա անում է, փորձում է անել Բաքվի հետ։ Որն է իր հաշվարկը, որ Ռուսաստանի հետ Բաքվին դարձնելով կապող օղակ Ռուսաստան-Իրան ցամաքային կապի ապահովման հարցում,
դրա դիմաց դա ծախելով Բաքվի վրա Բաքվից նման ծառայություն կստանան որպես կոմպենսացիա, հա, կամ որպես պատասխան քայլ։ Մենք տեսնում ենք, որ Բաքուն դրան շատ ֆորմալ է մոտենում, շատ լավ հասկանալով, որ Հայաստանին 1000 տարի պետք չի։ Իրանի տեղն էլ Հայաստանը գիտի, էլի։ Թեհրանի հեռախոսի համարներն էլ ունի ու բացարձակապես ասենք լավ, ասենք արտգործնախարարների մակարդակով Լավրովի քիթ մռութը տեսնելը պարտադիր է դրա։ Ոչ։ Լավրովի են ֆաշիստ ցուրտը տարած տեղակալների քիթ մռութը տեսնելն է պարտադիր։ Դա էլի չէ։ Ոչ էլ ցանկություն կա, որովհետև եթե նրանց հետ էլ հարց լինի, նրանց հեռախոսի համարն ունենք։ Թաց ու չորը խառնել պետք չի։ Ամբողջ հարցն է։ Բայց Իրանը մտածում է, որ փորձենք էլի։ Հաստատ չենք տուժի, բայց կտուժի, որովհետև տուժում է Իրանի ռեպուտացիան։ Իհարկե, մենք Իրանին համարում եւ համարելու ենք մեր լավ հարևան, լավ եւ բարի հարևանը եւ բարեկամ երկիր։ Բայց սա ես որ ասում եմ, ուղղակի ասում եմ, պրոբլեմը ուղղակի ճիշտ ուրվագծելու համար։ Որ սա աշխատանք է, որ պետք է անենք։ Իդեպ Երևանում էլ պարլամենտական պատվիրակություն է գտնվում։ Իրանի մեջլիսի падգամավորներ են Հայաստանում, падգամավորների մի պատվիրակություն, որը ենթադրում է մեզ հարցերի շուրջ խոսում են։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ազգային ժողովի падգամավորների միջոցով Հայաստանը պատշաճ ազդակներ Թեհրանին կուղղի այս խոսակցության թեմաներով, այո, այս ֆորմատը մեզ պետք չէ մի պատճառով։ Այո, նույն պատճառով ինչ որ պետք չի Վրաստան։ Այսօր տեղեկություն տարածվեց, որ Վրաստանը նավթի մեկ անգամյա անվճար փոխադրում կապահովի Հայաստան Ադրբեջանից։ Հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նշեց, հայկական եւ վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել եւ ստացել են հրապարակված տեղեկատվությունը։ Սա իհարկե, այսպես ասենք, խամրեցնում է ցորենի շուրջ ցնցումները, դաշնակցական շրջանակները ասում են ինչպես թե մենք դառնում ենք Ադրբեջանից լրիվ կախված երկիր, ինչ ադրբեջանական վառելիք, մի խոսքով իրենց բառերով պատկերավոր ասած Հայաստանը դառնում է Ադրբեջանի ստրուկը։ Հիմա այստեղ խնդիր կա, որ Ադրբեջանից Հայաստանը վառելիք է ձեռք բերելու։ Հայաստանը Ռուսաստանից էլ վառելիք ձեռք չի բերում, որովհետև Ռուսաստանի վառելիք արտադրող գործարանները շաբաթը մի հատ տրաքում է, մեկ, երկրորդը տեխնոլոգիաները Ռուսաստանում չեն նորացվել եւ Հայաստանում եղած ավտոպարկի պահանջներին այդ որակի բենզինը ամենևին էլ ձեռնտու չի եւ չի լինելու։ Հայաստանից դուք էլ գիտեք, արդեն մի քանի ընկերություններ են եկել, հա, Գալֆնա, Շելնա, որոնք Եվրոպայից են ներմուծում։ Այո, մի մասն էլ կարող է գա Ադրբեջանից եւ դա դիվերսիֆիկացված վառելիքային շուկայի տրամաբանության մեջ է լիովին։ Իսկ այն ինչ որ նրանք խոսում են, դա պատվիրված ոռնոց է, նույնիսկ հասցեատերն է պարզ, ով է։ Շատ պարզ։ Այդ պիլոտային գնացքը, հա, որ պետք է գա, դա գալիս է համալրելու այն բոլոր պիլոտային նախաձեռնությունները, որոնք իրականացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Դելիմիտացիան եւ դեմարկացիան, տրանզիտի սահմանափակումների վերացում, ցորեն,
այդ թվում նաև նրանց սիրելի Ռուսաստանից։ Հիմա էլ բենզին, վաղ ուրիշ բան, վաղ էլի ցորեն, առաջին կարգի մարդկանց համար, չորրորդ կարգի անասունների համար, գուցեև բառիս լայն իմաստով, չգիտեմ, եւ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Համեցեք։ Ընկերներ, զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։